Ապեն իհարկե խանգարում ես էլի։ Ո՞ց շուկուրը էլի խանգարում է դրա համար ծածկել համակարգերի ներքո ինչ որ մենք կամ ներս կամ դուք շուկուրը ինչպես են մենք փորձել դրանք կառավարել ամբողջ աշխարհում մեզ ցույց է տալի, որ նմանատիպ համակարգերը առաջացել են երկու Բայց դա իրազեկման կենտրոնն է, եկել ենք իրազեկման։ Ապեն վիրուպը։ Ինչ կա։ Էվոլյուցիոն ճանապարհը մենք բոլորս կարողանանք որից հետո որոշակի շարժերներ եւ խթանների ներքո առաջ եկան նաեւ այսպես ասած կենսաթշակային սխեմաներ, որոնք որ կամավոր էին, սակայն նրանք տվյալ տնտեսվարողի կամ տվյալ հանգույցի համար պարտադիր են։ Ես մեկ օրինակ բերեմ, մենք շատ ենք նաեւ տեսնում այս օպոնենտները մատնանշում են Կալպերսի, ես ցանկանում եմ Կալպերսի օրինակը դրեմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունների կենսաթշակային հրավիրատոց դոլարի ծելանով պետք է հրավիրատոց ով է ասում որտեղ Արիստը նստենք դու։ ասեք վերջում բացում խանգարելու հիմա նստիլեսի իրաց ներկայացուցիչ Սեչում ես կփոխասես դες ուզում եմ դուրս գնամ որտեղ անեմ ինչի մենք դա կանոնտեսենք նաև եվրոպական երկրներում, բայց այստեղ խնդիրը մեծ իհարկե խանգարում է։ ներսից մեկը մեզ հիմա խանգարում է դուք եկեք խանգարում գլոբալ որպես քաղաքացի ինձ խանգարում է մի րոպե հրավիրատոմսը ով գրանցվել ես գրանցվել եմ գրանցվում եմ գրանցվում հարցրել եմ հրավիրատոմսը Ներսից զոն։ ուզում եմ իրան ուղղակի Ապեն ուրեմն հիմա որ առաջ Այս որ ժամանակահատվածի ընթացքում, երբ որ կամավոր համակարգերը առաջ են գալ եւ կամավոր պարտադիրները, Բիսմարկյան համակարգը կամաց սկսում է Բիսմարկյան համակարգը կամաց սկսում է իր այդ դիֆիցիտի մասով ավելի մեծանալ, սերտաճել եւ տեղական խնդիրներ առաջացնել պետության համար։ Դա մենք տեսել ենք նաեւ եվրոպական երկրներում Ֆրանսիան նմանատիպ հարցը լուծելու համար մենք տեսանք թե ինչ է անում եւ այս Բիսմարկյան համակարգի կամ զերուների համերաշխության համակարգի խորհուրդը լուծումը դեռևս անհայտ է։ Եվրոպական երկրները, եվրոպական հանձնաժողովը իր 20-20 ռազմավարության մեջ անդրադարձել է այս խնդիրը եւ այնտեղ արդեն նշмарվում է, որ ժամանակն է, որպեսզի ներդրվի նաեւ պարտադիր համակարգ։ Երկրորդ մասը դա ռևոլյուցիոն համակարգն է, որը ես արդեն ասացի, դա զարգացող երկրների մոդելն է, որը որ աշճանաբար մեկ մյուսի ետևից, Լատինական Ամերիկայից աշճանաբար անցում կատարեց արևելյան Եվրոպայի երկրներ եւ սկսեց զարգանալ։ Ուրեմն այստեղ որոնք էին այն մարտահրավերները։ Իհարկե, այս ռևոլյուցիոն ճանապարհով մենք ձերբազատվում ենք այն ժամանակային խնդրից եւ չի հասցնում